2018-ին մեծ խոստումներով ու նախկիններին մերժելով Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, տարածելով նիկոլիզմը երկրի տարբեր շերտերում, սակայն 44-օրյա պատերազմից հետո պատմության ընթացքը փոխվեց։ 2021-ի ՏԻՄ ընտրություններում հասարակությունը սկսեց աստիճանաբար մերժել ՔՊ-ին։ Այդ միտումը շարունակվեց նաև Գյումրիում։ Արտահերթ ընտրություններում երրորդ տեղը գրաված Մարտուն Գրիգորյանը երեկ խախտեց 5-օրյա լռությունը, հայտնելով, որ մեր քաղաքը դաշինքը աջակցելու է Վարդան Ղուկասյանին։ Սա նշանակում է, որ նախկին քաղաքապետը ավականու առաջիկա նիստում կարող է հավաքել քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ 17 ձայները։ Պարոն Ավետիսյան, ինչպես որ ակնկալվում էր, Մարտուն Գրիգորյանը լեգիտիմացնում է իրավիճակը եւ արդեն ապրիլի 12-ին կոմ կքվեարկի Վարդան Ղուկասյանին, այսինքն միասնական ընդդիմությունը փաստացի հաղթեց։ Գրիգորյանը կարծես թե կրկնում է Սերժ Սարգսյանի քայլերը նախկինում արված, այս ամենին զուգահեռ հնարավոր է առաջիկայում առաջանա ճգնաժամային կառավարում, թե կհաջողվի իսկապես լիարժեք կառավարել Գյումրին։ Կախված է Նիկոլ Փաշինյանի գործողություններից, այսինքն մենք այս պահին տեսնում ենք ընդդիմության դերում հանդես եկող անձանց գործողությունները, որին հաջորդելու է Նիկոլ Փաշինյանի գործողությունը։ Մասնավորապես չի բացառվում, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ձերբակալի Վարդան Ղուկասյանին։ Դրա մասին են հուշում հարուցված քրեական գործերը եւ նոր հարուցված քրեական գործերը։ Պարոն Ավետիսյան, Գյումրիում ընտրությունները քաղաքական էին, թե ամեն դեպքում պայքար կար անհատականությունների միջև։ Իմ համոզմամբ պայքարը քաղաքական չէր, անձերի շուրջ էր, դա է վկայում նաև Վարդան Ղուկասյանի առաջադրումը օրինակ կոմունիստական կուսակցության շուրջ, որի գաղափարախոսությունը բոլորիս հայտնի է, այսինքն կոմունիզմի, կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը մեր ամբողջ պետության կառավարման սահմանադրական կարգին հակառակ է եւ հետեւաբար նաեւ այդ վառ օրինակ որպես եւ մյուսների մասով էլ մենք տեսնում ենք, որ շարունակաբար պրոցեսները այնպիսին էին, որ մարդիկ անձանց էին նախապատվություն տալիս, նույնը Սարիկ Սիմոնյանի դեպքում, օրինակ մարդիկ կային շատերը, ես ինքս Գյումրիում եղել եմ, ասում են մենք ՔՊ չենք սատարում, բայց Սարիկին սատարում ենք։ Ինչը թվում է թե աբսուրդի ժանրից է, բայց քանի որ Սարիկը առաջադրված է ՔՊ-ից, բայց մարդկանց ընկալումը քաղաքական չէ, քաղաքական պրոցեսներն, ինչը շատ վատ է իհարկե։ ՔՊ-ն որտեղ սխալվեց, որն էր նրա ամենամեծ սխալը, ինչից հետո կորցրեց մարդկանց վստահությունը եւ նա կկարողանա վերաիմաստավորել իրեն։ Ես չեմ կարծում ՔՊ-ն սխալվել է, ես չեմ կարծում նույնիսկ որ ՔՊ-ն պարտվել է ընտրություններում։ ՔՊ-ն ունի ավելի շատ ձայներ, քան նախորդիվ ունեցել է Գյումրիում, եւ ՔՊ-ի եւ այսպես ասեմ Նիկոլ Փաշինյանի իմ համոզմամբ նպատակը այնպես չի, որ Սարիկ Սիմոնյանին դարձնի քաղաքապետ։ Դա իհարկե իր պլանի մաքսիմալ հաջողումը կլիներ, բայց մենք գիտենք նաեւ իր թիմակիցներից անձինք, որոշ հայտնի ասում էին, որ նույնիսկ եթե Սարիկը պարտվի, իրենց համար դա մեծ եղելություն չի լինի եւ դա ճշմարտություն է ինչու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը կարողանում է այդ բոլոր անձանց հիմա ընդդիմադիր ներկայացող անձանց վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Մենք գիտենք Վարդան Ղուկասյանի մասին արդեն ասացի, մյուսների պարագայում օրինակ Մարտուն Գրիգորյանի պարագայում որդուն եւ հորն էին ձերբակալել, ճիշտ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը քանի որ կարողանում է քաղաքականից դուրս իրավական գործիքը կիրառել այս անձանց նկատմամբ, նրան պետք էր ոչ թե կոնկրետ հենց իր կուսակցությունով անձ լիներ քաղաքապետ, այլ անձ, որը դեմ չէ իր հետ աշխատելուն։ Իսկ տվյալ տեխնացուները բոլորն էլ հայտնել են, որ դեմ չեն Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելուն եւ համագործակցելուն, իհարկե անունը դնում են հանուն Գյումրի, բայց ես դա համարում եմ լոկ պատճառաբանություն, իրականությունը չգիտեմ իհարկե որն է, բայց կրկնում եմ Նիկոլ Փաշինյանի խնդիրներ ունենալ այդ մարդկանց այսինքն քաղաքապետի կոնկրետ համագործակցությունը իր հետ։ Եվ նա դրան հասնելու է, եթե արդեն չի հասել։ Կարող ենք ասել, որ Գյումրիում մարդիկ ցանկանում էին տեսնել նախկին ուժերին, դրա համար քվեարկեցին Վարդան Ղուկասյանի օգտին։ Մարդիկ ոչ թե նախկիններին էին ուզում, բայց մարդկանց առաջադրվել էին տեխնացուներ, որոնք ունեն ազդեցություն որոշակի համայնքի վրա, այսինքն հեղինակություն տվյալ համայնքում եւ անձինք, որոնք
այդպես այդքան էլ չեն ընկալվում համայնքի կողմից։ Եվ հետեւաբար այդ երկընտրանքի մեջ մարդիկ ընտրել են այն մարդկանց, որոնք ինչ որ ձևով հարգում են, ինչ որ ձևով ընդունում են, հա։ Զուտ այդ է եղել, քաղաքական ընտրություն Գյումրիում չի եղել։ Համապետական ընտրություններից առաջ ունեցան Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունների դեպքը, որտեղ ԿՊ-ն խայտառակ պարտություն կրեց։ Այս ամենը ինչ է նշանակում, քաղաքացիները չեն ուզում տեսնել եւ իշխանության ներկայացուցիչներին եւ նախկին դեմքերին։ Ես կարծում եմ մարդկանց մոտ այո կա տրամադրվածություն, նաև սոցիոլոգիական հարցումներն են ապացուցում իմ ասածը, որ նրանք չեն ուզում եւ նախկին իշխանություններին եւ ներկա իշխանություններին։ Նրանք հավասարապես դժգոհ են երկուսի կառավարումից էլ, բայց հատկապես ներկա իշխանությունների կառավարումից եւ կրկին մարդիկ եթե հնարավորություն ունենան կընտրեն այլընտրանք, բայց քանի որ մարդիկ էլ քաղաքական չեն իրենց մտածողությամբ գերակշիռ մասը, իրենք ընտրում են այն մարդուն, որոնց իրենց տպավորությունով ճանաչում են, այսինքն իրենց համայնքում որոշակի հեղինակություն ունեցող մարդուն։